Հայաստանի լցակայաններում հեղուկ գազի պակաս եւ գների աճ է նկատվում։ Խնդիրը պայմանավորված է Վերին Լարսի անցակետում տեղի ունեցած փլուզմամբ, ինչը հանգեցրել է լոգիստիկ ընդհատումների։ Ազգային ժողովի Հայաստան դաշինքի падգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով վարորդները ստիպված են Facebook-յան խմբերի միջոցով տեղեկություններ փնտրել վառելիքի առկայության վերաբերյալ։ Ստեղծված իրավիճակում շատ լցակայաններ սպասարկում են միայն նախապես կտրոն գնաց քաղաքացիներին։ Չնայած արդեն մի քանի օր է ինչ վառելիքի շուկայում այս իրավիճակն է, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը միայն այսօր է արձագանքել։ Ըստ նախարարության ամբողջական դեֆիցիտ չկա, պարզապես որոշ լցակայաններում կան ժամանակավոր ընդհատումներ։ Կառավարությունից հավաստիացրել են, որ հեղուկ գազի շուկան մշտադիտարկվում է անհարկի գնաճը բացառելու նպատակով։ Armenia Today-ը հարցում է իրականացրել Երևանում, պարզելու թե ինչպես են վարորդները լուծում վառելիքի հարցը, ինչ գնով են ձեռք բերում հեղուկ գազը եւ որքանով է այս իրավիճակն ազդել նրանց բյուջեի վրա։ Աննպատակ էլի ոնց որ աշխատում ենք բանքի տերերի համար։ Կտրոնով որ լցնեք, բան շատ չենք լցում էլի կտրոնով, բայց որ կանխիկ եք լցնում, գալիս են բոլորը ուզում են պոլնի լցնեն, այտենց էլ չենք տալիս։ Հիմա ստից մի հատ 5000 դրամի են օրական, ասում են ռեսին արեք 5000 դրամի լցրեք գազը, որովհետեւ դել ավելի շատ խափեն։ Այսինքն ոնց է տեղ կխափեն, հա, ծավալի մեջ։ Ծավալի մեջ խափում են, հա։ Որ բիրիկ շատ ենք պոլնի լցում ենք, հա, ասում են չէ 5000 լցնենք։ Արժեքը եղել է 229 դրամ։ Կտրոնով եք վաճառել թե կանխիկով։ Կանխիկով։ Կանխիկ եւ անկանխիկ վաճառել եմ։ Իսկ որքան ժամանակ է, որ հեղուկ գազի դեֆիցիտ կա։ Մոտ մի 2-3 օր էլի։ Ինչով է պայմանավորված։ Ну ճիշտ ասած ես տեղյակ չեմ այդ ամեն ինչից էլի, ինչով է պայմանավորված։ Տեղեկություններ ունեք, երբ կկարգավորվի վառելիքի շուկան։ Շուկան տեղյակ չեմ, երբ կկարգավորվի, բայց ասել են, որ այս վաղը կամ մյուս օր լինելու է։ Այս պահին չունեք։ Այս պահին չունեմ, գիշերն է վերջացել։ Չէ, այսօր առավոտ 7-ին վերջացել է։ Անձամբ մեքենա չունեմ, բայց որ նայում եմ, ասենք հեղուկ գազը ավելի լավ է բենզինով քշած, քան թե հեղուկ գազով։ 270-250 դրամ է որտեղ է գրած։ Իսկ ինչի է ամեն տարի պարբերաբար սենց բաներ լինում։ Այդ չեմ այդ դրամազն բան չեմ կարող ասեմ, որովհետեւ չեմ կարող իրոք ասեմ, խոսքի ինչն է պատճառը։ Մարդիկ հույսով վեկալում են բան ասած հեղուկ գազը, որ ասում են մի քիչ ծախսը քիչ կլինի, բայց նայում ես խոսքի հեղուկ գազի ավելի թանկ է նստում, քան թե ասենք բանը։ Սովորական բենզինով քշես։ 250 դրամ։ Իսկ որտեղից ոնց են ձեռք բերում, որտեղ դեֆիցիտ է։ Ես չեմ։ Ես կուրս չեմ, իմս ոտ գազը։ Հեղուկ ու թանկացել է։ Ով հեղուկ գազը քշում է ազդում է։ Կենցաղային գազը, հեղուկ գազը չի ազդում։ Երեկոյան 250 օր լցրել։ Որտեղից, Երևանից։ Չէ, Արմավիրից։ Մարզերում էլ է, բայց նույն վիճակը։ Հա, բան չէ։ Իսկ կտրոններով են վաճառում, թե կանխիկով։ Կանխիկով։ Կասեք գոնե քանի դրամով եք լցնում։ Չկա էլ որից։ Երևանում չկա, թե մարզերում։ Չգիտեմ, ես չգիտեմ։ Իսկ վերջի անգամ քանի դրամով եք լցրել։ Չեմ լցել բենզինով եմ շուտ։ Չգիտեմ անկեղծ ասած։ Չէ, իրոք տեղյակ չեմ, բայց լավ չէ որ թանկացել է։ 260, 70։ Ասենք վարորդ չեմ օգտվում գազից, բայց որ թանկությունը լավ չէ։ Դե ոտ ամեն ինչ որ թանկանում է, Իսկ ձեր ընկերներից ինչ եք լսում։ Կանխիկ են լցնում, քաբան, կտրոնով, մարզերում, Երևանում։ Չէ, կտրոնով չէ, կամ կանխիկ կամ քարտոն։ Նայած ոնց կլինի իրանց մոտ։ Բայց թանկացել է։ Դե հա, դե թանկացել է, ո՞նց։ Բոլորն է տեսնավ որ թանկացել է։ Ինչ գին են նշում ձեր ծանոթ վարորդները, ինչքան է հասել։ 250 դրամ են ասում հիմնականում։ Ասма պետք է ալիևի լավ ելնենք, որ մեզ գազ տան։ Ո՞վ է ասում։ Այդ տաքսու վարորդը ասма գազը իրա ձեռն է, կարա տա, կարա չտա։ Բայց մենք Ռուսաստանից ենք։ Ես գիտեմ, որ մենք ես անգրագետ չեմ։ Իրանք որ Պուտինին հերքել են, սպեսի Եվրոպա չի, Եվրոպան էլ է գազը թանկ առնում, անենշի որ։ Դուք ասեցիք տանը հեղուկ գազ եք վառ։ Հա, բալոն ենք վառում։ Հիմա որ պրծնում է հոսանք ենք վառում, պլիտայի վրա ենք բանսարկում։ Չեք կարողանում լցնել։ Կա որ գազ չկա, որտե լցնենք, վարորդները չեն կարողանում լցնել, մենք որ գրած է 300 դրամ, բայց գազ չկա։ Մեքենա չենք օգտագործում, իրեք ինչ։ Ինչ թվում էր մենք ավելի կարևոր թեմաներ ունենք խոսալու, քան թե հեղուկ գազը թանկ է կամ էժան է։ Երկիրը քարոքանձել եմ, հասկանում եք։ Պարսկաստանում, Ամերիկայում ամեն օր թանկացել է։
Խստել պիտի թանկանա, զարմանալու ոչինչ չկա։ Ով ինչ ասեմ, մեկ ասես թե նս քշելու ենք, թանկանա էժանանա։ Բոլորի բյուջեի վրա էլ ազդելու է։ Իսկ պատճառը գիտեք ինչի է թանկանում։ Վերջին անգամ լսրել եմ ֆլեշից 250 դրամ։ Երբ էր դա։ 3 չա առաջ օր։ Կանխիկ թե կտրոնով եք լցրել։ Չէ, կտրոնով չէ, Yandex-ի ինչ որ ծրագրով։ Իսկ դա ձեր բյուջեի վրա ո՞նց անդրադառնում թանկացումը եւ ինչու է բարբերաբար լինում։ Իհարկե վատ անդրադառնում։ 3 առաջ օրը ոչ միտեղ գազ գոյություն չուներ։ Երևանում։ Երևանում քաղաքում էր։ Երեք եկել եմ Կիլիգաս, թե միամիտ տենամ գազ կա։ Կանել եմ հերթի, էնել գինը բարձրացրել 270 դրամ, հետի վիճակ այ մարդ։ Ով ատես բան տեսել։ Չեխի այտենց կդրվում այդ գազը չեմ հասկանում։ Ինչքանով է ձեր բյուջեի վրա այդ թանկացումը ազդում, ինչ աշխատանք եք անում դուք։ Տաքսի վարորդ եմ, տաքսի եմ քշում։ Բայց ազդում է ոնց գինը թանկ է, առաջ 120-130 դրամ էր, 270 դրամ միլիտր գազը։ Մի հատ այդ մեզ չերեմուշկա գազից այդ միլիտր գազը չկա արդեն։ Ես սովորական հոտ գազ եմ լցնում, բենզին չունեմ։ Եվ ու գազ չունեմ։ Մինչև 300 դրամ դարել է, գիտեք։ Ոչ մի տեղ չունեմ։ Հասկացա։ Մերսի։ Ինչպես։ Բենզինի գինը էլ թանկել է բենզին։ Չէ, հա, բենզինի ո՞նց։ Ինչ է։ Բենզինը 500-ից ավել է։ 505 դրամ, հա։ Ոչ մի դրական բան չկա։ Էս իլը սկիզբն է ցավը տանեմ։ Ես այն գազն էլ կթանկանա, այս տաների գազն էլ կթանկանա, լույսն էլ կթանկանա։ Մեր աղբյուրը որտեղից է դրա։ Ռուսաստանի Դաշնությունից։ Մեր ալուրը որտեղից են բերում։ 100 դրամանոցացը դառնալու է 200-300 դրամ։ Քանի որ ուրիշ տեղից չունեն բերելու։ Էդ է մեր աղբյուրը։ Եվրոպայից են բերելու գազը, թե իրանց միտքն է Ադրբեջանից բերեն, չէ։ Ռուսաստանից են բերելու։ Դի հարաբերությունները կարողանան կարգավորեն։ Ինչ են ասում, խելոք գառը 2 օր կուրծ կածածում, չէ։ Խելոք ձեր համար ապրում եք էլի, լավ չի։ Ունենք մեքենա, բայց էլեկտրական է։ Այսինքն տենց հեղուկ գազի թանկացումը չի ազդի։ Չէ, Հեծանիվով հարմար է ավելի։ հեծանվով շատ լավ է։ Հիմա ուր որ գնում ես կենտրոնում, հեծանվով ավելի հարմար է, քան թե մեքենա։ Եվ ֆինանսապես Կանգնացրել եմ հեծանիվով։ Ֆինանսապես Չէ, նկատեմ եւ ֆինանսապես եւ փոխադրվելու առումով ավելի Ֆինանսապես է փոխադրվելու առումով է նաև ինքը առողջարար է։